Սելիներ, սելի աբադագիցներ, գողջունենք ձեզ բոլորդ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով եւ Աստծո փառք տանք այս հատուկ այս գեղեցիկ օրվան համար կամախմբվենք զինք բաշտելու նաեւ գողջունենք բոլոր անոնք որոնք գետևին մեզի համացանցի միջոցով եւ գամ հերադեսիլի ICFN.TV միջոցով ուր որեք աստվածորդն է Ալորջ բահե եւ հավատքով մեզ բոլորս բահե իր շնորհքին մեջ մեր բաշտամունքները գշարունակվին 9-րդ անցանկներն լեզվով բաշտամունք ժամը 11 հայրեն լեզվով բաշտամունք կանք եւ միասին դերը բաշտենք եւ մեծարենք ամսվա առաջին շաբաթօրը գունանայինք ընդհանրապես սերտողություններ հետեւաբար 3 անկախության օրներ ունեցանք մեր անկախություն դոնելու օրերը ուրվորեինք եւ դեռ գամի շաբաթօր դիգիներ կունենան աստվածաշունչի սերտողություն այլ մարդիկ կունենան աստվածաշունչի սերտողություն նախաճաշ շաբաթօր ժամը 9:30 իսկ ամսվա վերջավորության երիտասարդ զույգերը կունենան իրենց հանդիպումը ամսվա վերջի գիրագին ժամը 10-ին այս բոլորին մեջ շաղոթողը լանք եկեղեցին համար եւ ինչպես աղոթքին մեջ հիշեցինք արդեն ամառվա ժամանակաշրջանը կամփարև գսկսի իր ծրագիրները աղոթեցեք ամառվա ծրագիրներուն համար բադանիներ փոքրեր երիտասարդներ որ կամփարև պիտի ելեն աստուծո օրհնությամբ ապահով ելեն օրհնված յետվերաթարնան յուրաքանչյուրը իր դան մեջ Սելներ հուլիս մեկը նկատված է Հայաստանի Սավետարանական եկեղեցվո դարեթարցին հուլիս 1 1846 եւ այս տարի 180-ամյակն է Հայաստանական եկեղեցին եւ մեր եկեղեցին սկսավ 1979-ին եւ 47-րդ ամյակն է Եվ այսօր պիտի անդրադառնանք առողջ եկեղեցվո մասին։ Գործ Կարաքելոցի մեջ երկրորդ գլուխ գտեսնենք առաջի թարու եկեղեցին եւ 42-րդ համարեն մինչեւ 47-րդ համար գտեսնենք առաջի թարու եկեղեցին ինչ վիճակի մեջ էր։ Առաքյալներու վարդապետության, միապանության հաց գծելու աղոթելու յետևեին։ Եվ կխոսենք առողջ եկեղեցվո մասին, շատ անգամ առաջին բանը որ կմտածենք թիվեր, ծրագիրներ, երաժշտություն, շենք, կամ գազմագերբչական ուժի մասին։ Անշուշտ թեև այս բոլորը որոշ չափով կարևոր են, բայց եկեղեցվո առողջության իսկական չափանիշները չեն։ Որովհետև մեծ եկեղեցի մը կրնա անառողջ լալ, իսկ փոքր եկեղեցի մը կրնա առողջ լալ։ Շատ կորձոն եկեղեցի մը կրնա անառողջ լալ, իսկ խաղաղ, լուր, հանդարտ փոքր եկեղեցի մը կրնա իսկապես հավատարիմ լալ։ Առողջ եկեղեցին միշտ հիշենք գադարյալ եկեղեցի չէ։ Այսինքն գադարյալ եկեղեցի չկա աշխարհի մեջ։ Որովհետև եկեղեցին կփարգանա անգադար անձեր է։ Ուրեմն անգադար անձեր, անգադար հավատացյալներ չեն կրնալ գազմեր գադարյալ եկեղեցի։ Առողջ եկեղեցի մնե որ աստիճանաբար գծևավորվի Տեր Հիսուս Քրիստոսի պատկերով, գսնանի Աստուծո խոսքով, գլեցվի Սուրբ Հոգիով եւ գրգվի աշխարհ ավետարանով։ Եվ Գործ Կարաքելոց երկրորդը
գեղեցիկ պատկերը ցույց կտա, թե ինչպես քիչ առաջ կարդացի, հավատացյալներ կհարադեվեին առաքյալները ուսուցման մեջ, հաղորդակցության մեջ, հաց գծելու, աղոթի մեջ, գբաշտեին զասված, գսիրեին զիրար, գծարայեին, գոկնեին արադացերնությամբ։ Եվ դերը գավելցներ փրկվողներ։ Ուրեմն իսկական հարցումը հետևյալն է։ Այսօր մեր եկեղեցին Քրիստոսի կնմանի։ Եկեք վերառնենք առողջ եկեղեցիի նշանները։ Առաջին, առողջ եկեղեցին ուղղված է դեպի վեր, Աստուծո ճշմարիտ պաշտամունքով։ Առաջին նշանը եկեղեցին ուղղված է դեպի վեր, որովհետև եկեղեցին նախ Աստուծո համար գոյություն ունի։ Եկեղեցին չի կոյանար ծրագիրներու, նախասիրություններու կամ մարդկային կոհացումի համար։ Եկեղեցին կոյանա Աստուծո փառքին համար։ Դեր Հիսուս Հովանու ավետարանին մեջ 4:24 գսե Աստված հոգի է եւ իրեն երկրպագողներն ալ պետք է որ հոգիով ճշմարտությունով երկրպագություն անեն։ Այսինքն ճշմարիտ պաշտամունքը ըսկացական հուզումը չէ միայն, կամ արտաքին ձես չէ, ամբողջությամբ անցած արձագանք Աստուծո, ինչպես որ անինքզինք հայտնեց Տեր Հիսուս Քրիստոսի եւ Աստվածաշունչին մեջ։ Ուրեմն առողջ եկեղեցին գետրոնացած է Աստուծո փառքին համար, Քրիստոսի ավետարանին վրա, Աստվածաշունչի հեղինակության եւ իշխանության վրա, Սուրբ Հոգին կորձին վրա, աղոթքի վրա եւ խորհուրդներուն, ինչպես մգրտություն եւ հաղորդություն։ Կոսկարակերոցի մեջ կտեսնենք հավատացյալներ գահարադեվեին ուսուցման մեջ։ Այս կնշանակի թե եկեղեցին հիմնված էր Աստուծո խոսքին վրա եւ ոչ թե անձնավորության վրա։ Աստուծո խոսքին վրա։ Ինչպես ֆիզիկական մարմինը առանց սնունդի չի կրնալ առողջ մնալ, նույնպես եկեղեցին սիրելիներ առանց Աստուծո խոսքին չի կրնալ առողջ մնալ։ Ուրեմն աստվածաբանական օրեն եկեղեցին Քրիստոսի մարմինն է եւ Սուրբ Հոգին դաջարը։ Ուրեմն պաշտամունքը գիրագի օրերու միայն գիրագի օրերու առողջություն չէ, ամբողջ կյանք է։ Օրինակ առնենք գոմնացույցը։ Գոմնացույցը գիտենք հյուսիսը ցույց կտա։ Եթե գոմնացույցը հյուսիսը ցույց չտա, ամեն ուղղություն կխառնվի։ Չես գիտեր հյուսիսը հարավուր է, կգործվիս։ Պաշտամունքը եկեղեցու հյուսիսն է։ Երբ եկեղեցին գործընծն է Աստուծո գեցոնականությունը, ամեն բան կսկսի շեղել։ Ուրեմն հարցնենք, զաստված կհաջեցնենք, թե մարդոց, խոսքը գծևավոր է մեզ, աղոթքը որքանով իրական է մեր կյանքին մեջ, Քրիստոս մեր գետրոնն է, թե միայն հիշադակվող անունը։ Երկրորդ կետ։ Առաջին կետին մեջ տեսանք եկեղեցին ուղղված է դեպի վեր
Հիմա գտեսնենք եկեղեցին ուղղված է դեպի ներս։ Դեպի ներս սիրով եւ հաղորդակցությամբ։ Երկրորդ նշանը եկեղեցին ուղղված է դեպի ներս ոչ թե անձնասիրությամբ կամ ինքնասիրությամբ, այլ ճշմարիտ հաղորդակցությամբ։ Դեր Հիսուս կսե Հովանու ավետարանին մեջ, ասով ամենքը պիտի գիտնան, թե իմ աշակերտներս եք, եթե իրարու վրա սեր ունենաք։ Հետաքրքրական է, շենքով չէ, ծրագիրներով չէ, այլ սիրով։ Եթե նոր գդագարանը սերտելու լան, կտեսնենք, նոր գդագարանը լեցուն է իրարու հրամաններով։ Օրինակ, սիրեցեք զիրար, ներեցեք իրարու, քաչալերեցեք զիրար, ձարայեցեք իրարու։ Չսեր ադենը մեյմը։ Շատ հստակ ուղղություն։ Ուրեմն եկեղեցին միայն հավաքականություն, ժողով կամ բարձրապես կովկովիկալ չէ։ Եկեղեցին ընտանիք է։ Մենք Աստուծո ընտանիքն ենք։ Աստվածաբանականորեն մենք Աստուծո կպատկանենք։ Իր ընտանիքն ենք, Քրիստոսով քույրեր եղբայրներ ենք։ Ինչպես որ աղյուսներու կամ գղմինդերու գույդը դուն չէ, դուն գտարնան երբ գմիացվին, նույնպես եկեղեցին։ Ելորդ, առողջ եկեղեցին ուղղված է դեպի դուրս, ծառայությամբ եւ ավետարանով։ Ուրեմն առողջ եկեղեցին ուղղված է դեպի վեր, պաշտամունքով, դեպի ներս սիրով եւ դեպի դուրս ծառայությամբ եւ ավետարանով։ Առաքյալը Եփեսացիներու ուղղված նամակին երկրորդ գլուխին 10-րդ համարին մեջ գսե թե մենք բարի գործելու համար ստեղծված ենք։ Սելեր աստվածաբանական օրեն եկեղեցին մարմին մնե։ Առողջ մարմնի մեջ յուրաքանչյուր անդամ գործե եւ իր գործը կտե։ Չի հարցներ, չի սագարգեր։ Անաստուծմե իրեն դրված դաղանթը գործածե եւ գծարայե։ Հիմա ֆուտբոլի խաղեր կան, ամեն մարդ ֆուտբոլի յետև է։ Պատկերացրեք ֆուտբոլի խումբը, ուր միայն մարզիչը կխաղա։ Խաղացողներ չկան, մարզիչն է որ կխաղա։ Անիմաստ կլա։ Նույնպես եկեղեցին, որքանով միասնապար յուրաքանչյուրը իր ունեցած տաղանդով գծարայե, գվգայե, գկործածե Աստուծո շնորհները։ Որովհետև եկեղեցին դեպի դուրս ըլլալու է։ Եվ չորրորդ, առողջ եկեղեցին ուղղված է դեպի առջև, դեպի առաջ, աշակերտներ պատրաստելով։ Դեր Հիսուս կսե կացեք բոլոր ազգերը աշակերտեցեք։ Հանձնարարությունը մեծ եւ բարդաթիռ, կացեք։ Սելեր աստվածաբանականորեն մենք աբակայի ժողովուրդ ենք։ Դեր Հիսուս Քրիստոսի վերադարձին սպասող ժողովուրդ ենք։ Ինչպես սերնացանը սեն գցանե աբակայի համար։ Բայց նաև գաբրինք այսօրվան մեջ վկայությամբ եւ ծառայությամբ։ Ուրեմն որքանով այսօր կբացատրենք, կդարձյալակենք, կմտածենք հաջորդ սերունդի մասին։ Եվ այս բոլոր նշաններին ետք վտանգավոր փորձությունը կգրնա մեզ շեղել։
Եկեղեցու առողջության աղբյուրը մենք չենք, դեր Հիսուս Քրիստոս է։ Եկեղեցին չի գտնար ինքզինք առողջ դարձնել միմիայն իր ծրագիրներով, ծառայություններով, որովհետև դեր Հիսուս է եկեղեցին գլուխը։ Դեր Հիսուս է հովիվը։ Դեր Հիսուս է որդադունգը։ Եկեղեցին գսրբանա դեր Հիսուս Քրիստոսով։ Եվ դեր Հիսուս Քրիստոս իր շնորհքով եկեղեցին առողջ կբահե։ Ուրեմն սերներ եկեղեցին առանց դեր Հիսուս Քրիստոսի պաշտամունքը գտարնա ցեղականություն։ Առանց դեր Հիսուս Քրիստոսի եկեղեցին, առանց դեր Հիսուս Քրիստոսի ժողովուրդը գտարնա ընկերային խումբ, ծառայությունը գտարնա գործունեություն եւ առաքելությունը գտարնա փառասիրություն եւ փառամոլություն։ Բայց դեր Հիսուս Քրիստոսով եկեղեցին կյանք կունենա, գենսունակ կլա։ Ուրեմն երզագացնենք, առողջ եկեղեցին թեպի վեր կպաշտե, թեպի ներս գսիրե, թեպի դուրս գծառայե եւ թեպի առաջ գշարժի։ Առողջ ծառմը արմատ կունենա, փուն կունենա, ջուղեր կունենա, բդուղ կուտա։ Եվ այս է եկեղեցին։ Հաճախ կհարցվի քանի անդամ ունիք։ Հարցումը պետք է լա առողջ ենք, հավատարիմ ենք, աշակերտություն ունենք։ Այսօր եկեղեցու դարեդարձի առիթով հիշենք։ Հիշենք, թե Աստուծո շնորհքով կանչված ենք, դառնալ այնպիսի եկեղեցիմը, որ կշարունակե փառավորել, մեծարել դեր Հիսուս Քրիստոսը, մինչև այն օրը, երբ ան իր հարսը եկեղեցին փառքով կներկայացնե։ Իր փառքին համար շնորհավոր եկեղեցի դարիթարց, փառքը Աստուծո, ամեն։ Գրավիրեմ մեր եղբայրները, որպեսզի Սուրբ հաղորդությունը մատակարարվի։ Սերիներ, մեր դերը իր վերջին ընթրիքը գներ աշակերտներուն հետ եւ այսօր կանցադառնանք նաեւ վերջին ընթրիկին նաեւ Աստծո փառք ու դանք իր եկեղեցին համար, որ շնորհ կրավ իր եկեղեցին 180 տարիներ եւ մեր եկեղեցին 47 տարիներ։ Մեր դերը մեր Աստվածը երախտաբարդ ենք քու եկեղեցիդ համար։ Շնորհակալ ենք, որ խաչին վրա կյանքը տվիր,
որպեսզի նոր եւ հաղթական կյանք ունենանք։ Այս հավատքով գուքանք, ները, մաքրե, սրբե եւ արժանացուր մեզ քո արքայությանդ։ Փառավորվիր, մեծարվիր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Տեր Հիսուս մատնված քիշերը հացը գարնե, գկոհանա, բաժակը գարնե, գկոհանա եւ գսե այսօր էգզիստիչելու համար։ Գրավիրեմ ցեզ դերոց ցեղանի մոդենալու հավատքով, ապաշխարությամբ եւ սուրբ կյանք ապրելու մտածությամբ։ Դեր քեզի գուքանք գխնցենք մաքրես մեզ, սրբես մեզ եւ արժանացնես քո արքայությանդ։ Ամեն։ Տեր Հիսուս հացը գարնե, գկոհանա, գգցե եւ գսե արեք գերեք այսեի մարմինս կոդրված խաչին վրա, այսօր էգզիս հիշելու համար։ Եվ ապա բաժակը գարնե, գկոհանա եւ գսե այս նոր ուխտ է, իմ արվինովս, ասրեք, խմեցեք, հիշեցեք, բատմեցեք, վգայեցեք։ Հիսուս Քրիստոսի մարմինը գոդրված խաչին վրա իմ եւ քու մեղքելու թողության փրկության համար միասնաբար։ Մեր փրկին
Դեր Հիսուս Քրիստոսի արյունը թափված խաչին վրա իմ և քու մեղքերու թողության փրկության համար միասնաբար Տեր Աստված շնորհակալ ենք քու շնորհքիդ ողորմությանդ կտությանդ Բահե մեզ քու սիրույթ մեջ Հոնոր որ հիվանդ կա բժշկե Հոնոր որ դգար կա զորացուր Հոնոր որ սքավոր կա մխիթարե եւ օրհնելով որտե քու ժողովուրդդ քու փառքիդ համար ամեն Միասնաբար մեր դելոց սորվեցուցած աղոթքը գաղութենք Զիքոյ արքայություն, զորություն և փառք հավիտյանս, ամեն, և ինք խաղաղության աստվածը ձեզ բոլորովին սուրբն է, ու ձեր հոգին մարմինն ու շունչը անառատ բահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուադենը, ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգուին, հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունը ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ ամենագալն Աստված Հայր, Որդի և Սուրբ Հոգի բահե և պաշտպանե ձեզ։ Հիմա և միշտ հավիտյանս։ Ամեն։ Ձեզի օրհնապետ